հարցը։ Սկսած փետրվարի 28-ին արտգործնախարարության, կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեր ակցիաները բավականին մեծ արձագանք են ստացել, եւ սա շատ կարեւոր է, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար եւ սպասում են նրանց վերադարձին, որ Հայաստանի Հանրապետությունը դա հայ ժողովուրդն է եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը։ Այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջալուր չի լինի, սակայն մենք ականատես եղանք, որ այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց, սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից, որ պահանջում է գեյների անապահ ազատում, 2 օր առաջ Եվրոպական խորհրդարանում քննարկված եւ 3 ընդունված բանաձևը, որը պահանջում է գերիների ազատ արձակում, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանյան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրաված են այս կեղծ դատավարությանը, կոչ է անում եւ պահանջում է Եվրամիության պաշտոնյաներին բախվում գտնվող այցելել գերիներին եւ դատավարությանը։ Այս ամենը հանրության, պահանջատիրության եւ պայքարի արդյունքում է, եւ սա շատ կարեւոր է արձանագրենք, որ միայն այս պայքարի արդյունքում է հնարավոր հասնել այդ խնդիրների կարգավորմանը, եւ այսօրվա մեր ակցիան դրանցից մեկն է։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվելով մենք ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորությունների եւ այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց առողջական վիճակի եւ բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով եւ գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաեւ ներկա գտնվեն կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի այդ դատավարության վերաբերյալ մեր տեղեկատվությունը ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով, չունենալով որևէ այլ տեղեկատվություն, թե ինչպես մեր գերիները, այնպես էլ վկաները ինչ ցուցմունքներ են տալիս եւ Ադրբեջանը ցանկացած ինֆորմացիա կարող է հրապարակել, դրանով նաեւ ազդելով հանրության տրամադրությունների վրա։ Դրա համար շատ կարեւոր է միջազգային հանրության ներկայությունը այդ կեղծ դատավարությանը, որպեսզի նաեւ առաջին հերթին իրենք հստակ ինֆորմացիա ստանան, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այժմ խոսքը կտամ Սուզաննա Ավետիսյանին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի եւս մեկ անգամ ու այսուհետ անընդհատ բարձրաձայնենք այն հայերի, մեր հայրենակիցների մասին, ովքեր այժմ գտնվում են Բաքվի բանտերում եւ կեղծ մեղադրանքներով դատապարտվում են դիկտատոր Ալիևի քմահաճույքի ներքո։ Իսկ ողջ աշխարհը լուր է դրա հանդեպ։ Միջազգային կազմակերպությունները նոր են սկսում արձագանքել, այնինչ արդեն 500 օր եւ ավել մեր հայրենակիցները այնտեղ ենթարկվում են խոշտանգումների, կեղծ մեղադրանքներով դատվում են եւ ոչ թե դատվում են նրանք որպես անձինք, այլ դատվում է հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ հավաքվել ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կոնկրետ պահանջներով։ Թե ՄԱԿ-ը որպես կազմակերպություն երբ հիմնադրվել է, նրա գլխավոր առաքելություններից մեկը եղել է խաղաղության եւ մարդասիրական իրավունքի հաստատմանը աշխարհում։ Մենք անդամակցել ենք հենց այդ նպատակով, ինչպես երևի թե Ադրբեջանը նույնպես։ Եղել են պատմության մեջ դեպքեր, երբ ՄԱԿ-ի գրասենյակը գերիների հետ կապված մարդու իրավունքների, առհասարակ գերիների խոշտանգումների հետ կապված տարբեր մանդատով գործողությունների է դիմել, ինչպես օրինակ 1950-ական թվականներից սկսած կորեական պատերազմից հետո 2015 թվականին Եմենի գերիների փոխանակման հարցում եւ վերջերս նաեւ ռուս-ուկրաինական պատերազմից հետո գերիների փոխանակման հարցում մեծ գործ է ունեցել։ Իսկ ինչու է հիմա ՄԱԿ-ի գրասենյակը լռում Բաքվում եւ առհասարակ ականջալուր չէ մեր այն հորդորներին, որ մեր հայրենակիցները կեղծ դատվում են Բաքվի բանտերում, որովհետեւ մենք Հայաստանում լուր ենք, որովհետեւ մեր պահանջը տեղ չի հասնում եւ պիտի ավելի բարձր գոչենք
պահանջենք ՄԱԿ-ից, որպեսզի իր մանդատին, իր գործողությունների եւ առհասարակ նրան տրված բոլոր խողովակներով պահանջեն մեր հայրենակիցների արձակումը Բաքվի բանտերից։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի գրասենյակին արդարություն հաստատել, որովհետև եթե արդարություն չհաստատվի, Ալիևը իր կեղծ արդարությամբ ՄԱԿ-ի գրասենյակը ուղղակի կհանի Բաքվից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Միջազգային հանրության վրա նաև ճնշման մասով շատ կարևոր է նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվությունը եւ այս օրերին աշխարհի տարբեր քաղաքներում մեր հայրենակիցները նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում եւ մեկ անգամ եւս օգտվելով առիթից բոլորին կոչ ենք անում ավելի ակտիվ ձեր երկրներում, ձեր քաղաքներում միջազգային կառույցների Ադրբեջանի դեսպանատան դիմաց ակցիաներ իրականացնել, որպեսզի միջազգային հանրությունը տեսնի, որ հայ ժողովուրդը ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում պատասխանատու է մեր հայրենակիցների համար եւ պահանջատեր է նրանց վերադարձի հարցում։ Այժմ խոսքը փոխանցեմ Մենվա Սողոմոնյան։